Իսկ գալով ծույլերին ու անհավատներին, ոճրագործներին ու պոռնիկներին, կախարդներին ու կռապաշտներին, հմայողներին ու բոլոր ստախոսներին, ամբարիշներին, նրանց բաժինը ծծմբով և հրովայրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է։ Հատուցման ժամին պիտի փայլի Տիրոջ արդարությունը, ինչպես գիշերվա համեմատությամբ, ցերեկն է առավելագույն պայծառությամբ ընկալվում, այդպես էլ դժոխքի համեմատությամբ արքայությունը, և պատժի համեմատությամբ վարձը։ Քանզի սրբերը որքան որ ցնծում են արքայությունը ժառանգելով, այնքան էլ ուրախանում են, որ փրկվեցին դժոխքից։ Եվ սա մղում է նրանց առավել գոհություն և շնորհակալություն հայտնելու Աստծուն։ Եվ ինձ մոտ եկավ մեկն այն 7 հրեշտակներից, որոնք ունեին 7 սկավառակներ, լցված 7 վերջին պատուհասներով։ Եվ նա խոսեց ինձ հետո ասաց. «Եկ, քեզ պիտի ցույց տամ Հարսին, գառան կնոջը»։ Հովհաննեսը հեռվից տեսնում էր երկնքից իջնող քաղաքը, շփոթվում էր, ցանկանում էր առավել պարզ տեսնել և հրեշտակը վերստին ցույց է տալիս։ Նոր Երուսաղեմը այնքան ցանկալի է, որ մեկ անգամ տեսնելով ոչ ցանկությունը կհագենա և ոչ աչքը, դրա համար էլ փափագում է կրկին ու կրկին տեսնել։ Եվ առավ տարավ ինձ հոգով դեպի մի բարձր ու մեծ լեռ, և ցույց տվեց ինձ մեծ և սուրբ քաղաքը Երուսաղեմը, որ իջել էր երկնքից Աստծո մոտից։ Ոչ ինչպես Մովսեսին, որ հանեց Նաբավ լեռը, և նա հեռվից տեսավ Ավետյաց երկիրը, այլ Հովհաննեսը այս լեռան գագաթին ուր ելավ, տեսավ վերին Երուսաղեմը։ Այստեղ կատարվում է Եսայի մարգարեի այն խոսքը, թե վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը, Աստծո տունը լեռների գագաթներին։ Այն ուներ Աստծո փառքը, այսինքն հնարավոր չէ նկարագրել, սա նկատի ունի առաքյալը ասելով, ինչ որ աչքը չտեսավ և ականջը չլսեց և մարդու սրտի մեջ չընկավ, Աստված այն պատրաստեց իր սիրելիների համար։ Եվ նրա մեջ կար լուսավորություն, նման թանկագին գոհարեղենի, ինչպես բյուրեղյա և կենդանի հասպիս քարը։ Քրիստոս իր արքայության փայլը ցույց տվեց լեռան վրա, որի ստվերակերպ ուրվագիծը երևում է դրախտացույց կոչվող եռանկյուն ապակու մեջ։ Ինչին էլ ասում են, նման է քաղաքն այս լուսավոր ու բազմագույն, ըստ 12 քարերի գույների։ Սրանով ցույց է տրվում, որ երանելիների հայացքը պիտի թափանցի ամեն բանի, թե քաղաքի, թե միմյանց ու հրեշտակների մտքերի և թե Աստծո էության մեջ։ Պետք է իմանալ նաև, որ երկնային քաղաքը քարերով չի կառուցված։ Նախ ըստ Արիստոտելի երկինքը 5-րդ էություն է, որի մեջ նյութական ոչինչ չկա։ Երկրորդ, այստեղ ասվում է քարերի նման և ոչ թե քարեր։ Բայց որոշ մեկնիչներ ասում են, թե երկնքում մեծամեծ քարեր կան, և երկրի վրա գտնվող ակնաքարերը դրանց փշրանքներն են սոսկ։ Եվ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ուներ 12 դուռ, 12 դռներին 12 հրեշտակներ, նրանցից յուրաքանչյուրի անունը գրված էր դռների վրա, ըստ Իսրայելի 12 ցեղերի անունների։ Պարսպի բարձրությունը, մեծությունը ցույց է տալիս նրա հավիտենականությունը։ Դավթի քաղաքը Երուսաղեմը 12 դուռ ուներ։ Եզեկիել մարգարեն ասում է. «Քաղաքի դռները Իսրայելի ցեղերի անուններով էին»։ Իսրայելացիների որդիների բանակը քառակողմ էր։ Յուրաքանչյուր ցեղ ուներ բարձր ու շքեղ դռներ։ Իսկ այստեղ ցեղերի անունները չեն նշվում, և պարզ է, որ այդպիսով նկատի ունի Իսրայելի հոգևոր որդիներին, այսինքն առաքյալներին։ Իմաստն այն է, թե ըստ Քրիստոսի 12 առաքյալների թվի, քրիստոնյաների 12 ազգեր մտան երկնային Երուսաղեմ։ Իսկ դռների վրայի հրեշտակները 12 ազգերի պահապան հրեշտակներն են, որոնք բոլոր սուրբերին հրավիրեցին երկնային Երուսաղեմ։ Արևելյան կողմից 3 դուռ, հյուսիսային կողմից 3 դուռ, հարավային կողմից 3 դուռ և արևմտյան կողմից 3 դուռ։ Կգան թե արևելքից և թե արևմուտքից, այսինքն բոլոր հեթանոս ազգերից, և կբազմեն Աբրահամի որդիների հետ։ Եվ քաղաքի պարիսպը ուներ 12 հիմքեր, նրանց վրա գառան 12 առաքյալների 12 անունները։ Ասում են, քաղաքի հիմքերը առաքյալներն են, քանի որ նրանց վարդապետության, քարոզության և հավատի հանգանակի վրա կառուցվեց երկնային խորհրդավոր քաղաքն այս, որի մասին Դավիթը ասում է.
Նրա հիմքերը իր սուրբ լեռան վրա են, իսկ առաքյալը ասում է, կառուցված առաքյալների և մարգարեների հիմքի վրա։ Հիմքում դրվում են առաքյալները, դռների մոտ մարգարեները, իսկ քաղաքի նախահիմքը առաքելադիր հավատամքն է։ Եվ նա, որ խոսում էր ինձ հետ, իր ձեռքում ուներ ոսկե եղեգ, որպեսզի չափի քաղաքը և նրա դռներն ու պարիսպները։ Չափում է, որ տեղեկացնի Հովհաննեսին և նրա միջոցով էլ մեզ, որպեսզի տեղեկանալով լցվենք անհակ ձգտումով։ Ճարտարապետների չափող գործիքը սովորաբար երկաթից է կամ պղնձից, բայց երկնավոր ճարտարապետինը ոսկուց է։ Որքան թանկարժեք է ոսկին, նույնքան էլ պատվական ու հարուստ է երկնային քաղաքը երկրավորից։ Եթե չափող գործիքը ոսկուց է, ապա չափվողը պետք է լինի գոհար։ Քաղաքը ներկայացվում է ոսկու և գոհարի միջոցով, քանի որ սրանք են ամենապատվական նյութերը։ Թեև երկնքում կան ոսկե ակներ ու մարգարիտներ, սակայն դրանք նույնը չեն, ինչ երկրում է։ Եթե Սաբաղի ոսկին ազնիվ է, քան մյուսները, ապա որքան առավել է երկնային ոսկին, և քաղաքը քառակուսի էր, որչափ նրա երկարությունն էր, նույնչափ էլ նրա լայնությունը, բարձրությունը նույնը։ Քառակուսին այստեղ երկու իմաստով պետք է հասկանալ։ Առաջին՝ թվաբանորեն, երկրորդ՝ երկրաչափորեն։ Երկրորդ դեպքում երկարությունը ավելին է, քան լայնությունը, բայց տակավին քառանկյուն է։ Արդ ասելով որքան երկարությունն էր, նույնքան բարձրությունը չպետք է հասկանալ, թե հավասար են, ըստ այն գյունագծերի, քանզի եթե երկարությունը թվաբանորեն հավասար լինի բարձրությանը, ապա դա դեմ կլինի նկարագրվող քաղաքի ձևին ու կառուցվածքին։ Ասվածը պետք է հասկանալ երկրաչափորեն, այսինքն ըստ երկարության ավելին, քան ըստ բարձրության և լայնության, որ պետք է այսպես ընկալել։ Պարզ է, շարունակությունից երկարությունը 12,000 ասպարեզ, իսկ պարսպի լայնությունն ու բարձրությունը 144 ասպարեզ։ Խորհրդաբանորեն երկնային քաղաքը քառակուսի է, երկար հավիտենականությամբ, լայն ընդարձակ սիրով և բարձր փառքով։ Նրա երկարության չափը 12,000 ասպարեզ էր, որ հավասար է 1500 մղոնի ավելի մեծ, քան Եզեկիել մարգարեի նկարագրած քաղաքը և շատ ավելի մեծ, քան Հին Երուսաղեմը։ Խոսքի զորությունից հայտնի է, որ երկինքը մի ամբողջ քաղաք է։ Եթե այն համարենք Հին Երուսաղեմից ուղղագիծ կերպով վեր, այնուամենայնիվ դարձյալ մեծ է և ընդարձակ, քանի որ ունի 1500 մղոն երկարություն։ Նրա մեծությամբ քաղաք չկա երկրի վրա, քանզի իր տարածքով Սև ծովից մեծ է։ Աշխարհի բոլոր քաղաքները միասին չեն կարող չափվել այս միակ քաղաքի հետ և նրան արժանի բնակիչներ ունենալ։ Այն թեպետ բոլոր կորուսյալների համար փոքր է, բայց ինքնին շատ մեծ է, քանի որ անթիվ են նրա բնակիչները, այնքան սրբեր, մարտիրոսներ, կրոնավորներ, մկրտված մանուկներ, պատանիներ, նաև ճշմարիտ վարդապետությունից շեղվածներ, բայց ոչ մոլորությունների գաղափարախոսները, այսինքն նրանք, ովքեր առաքելական հանգանակի հավատքով և հույսով են մեռնում, անկասկած փրկվում են։ Քաղաքը խորանարդ է նարդու քարի նման, խորհրդաբանորեն երկնային քաղաքներից էլ 4 կողմ ունեն, քանզի որքան խոհեմ են, նույնքան արդար, որքան արդար, նույնքան ողջախոհ, որքան ողջախոհ, նույնքան արի։ Երկրավոր կյանքում նույնպես նրանք խորանարդ էին, այսինքն համաչափորեն ունեին այս 4 առաքինությունները, այդ պատճառով էլ հավիտենական կանգուն են, ինչպես խորանարդ քարը, որը ինչպես էլ ընկնի, կանգուն է մնում։ Այսպես, նրանց մեջ չափակցվում են կատարյալ հավատը, հույսը, սերը և գործը։ Հրեշտակը չափեց նաև նրա պարիսպը, որի բարձրությունը 144 ասպարեզ էր։ Բաբելոնի պարիսպն էլ ուներ մեծ բարձրություն, և զարմանալի չէ, որ երկնային քաղաքի պարիսպը ունենա այդքան բարձրություն, մեկ ասպարեզը 125 քայլ է և մղոնի 1/8 մասն է։ Ասպարեզ է ասում, որովհետև մարտում հաղթողներինն է պսակը։ Պարիսպը խորհրդանշում է Աստծո նախախնամությունն ու սրբերի ապահովությունը ըստ այն խոսքի, թե ես հրեղեն պարիսպ կլինեմ նրա շուրջը։ Հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն էր։ Նախ պետք է իմանալ, որ հրեշտակը, որ չափում էր, մարդու չափ ուներ։ Երկրորդ,
Նույն այն չափով էր չափում, որով մարդիկ սովոր են չափել պարիսպները, ցույց է տալիս նաև մարդկանց հրեշտակային փառքին չափակից լինելը կամ էլ փրկվածների քանակը ըստ ընկած հրեշտակների թվի։ Դարձյալ նշանակում է, թե շնորհները, գործն ու փառքը չափակցվում են ոչ թե քանակային հավասարությամբ, այլ երկրաչափորեն։ Այսինքն, եթե մեկ գործի դիմաց տրվելու է 100-ապատիկ փառք, ապա 100-ի դիմաց տրվելու է բյուր անգամ ավելի։ Եվ քաղաքի պարիսպների շինվածքը հասպիս քարից էր, իսկ քաղաքը մաքուր ոսկի նման մաքուր ու պայծառ ապակու։ Հասպիսը կանաչավուն քար է, ըստ ոմանց վանում է դևերին։ Եթե Երիքովի պարիսպը կարող է ադամանդից լինել, ապա ինչու երկնային քաղաքի պարիսպը չի կարող հասպիս քարից լինել։ Երկրային ոսկին ապակու պայծառություն չունի, իսկ ապակին չունի ոսկու ամրությունը, բայց երկնայինը ունի երկուսն էլ, որովհետև ունի այլ որակական հատկանիշներ։ Երկրավոր թագավորները հառաչում են ոսկու համար, իսկ երկնային աղքատները մշտապես կոխոտում են առավել ազնիվ ոսկին։ Տես թե որքան ավելի գերազանց են երկրավոր թագավորներից։ Ինչպես երանելիներն են թափանցիկ, քանի որ թափանցում է միմյանց սրտի խորհուրդների մեջ, այդպես էլ նրանց քաղաքն է թափանցիկ, ծայրից ծայր իրար տեսնելու համար։ Տոբիթը մարգարեացավ երկնային ակնառու Երուսաղեմի մասին։ Երուսաղեմը կկառուցվի թանկարժեք քարերով, չափիղայով, սուտակով եւ այլ թանկարժեք քարերով։ Նրա պարիսպները, աշտարակներն ու ամրությունները կկառուցվեն ազնիվ ոսկուց։ Եվ քաղաքի հիմքերը ամեն տեսակ թանկագին քարերից էին։ Սա համապատասխանում է Տոբիթի ասածին։ Առաջին հիմքը հասպիս է, որ անվանվում է ապարաճատ կամ զապարճատ։ Ասում են, թե սա կտրում է արյունահոսությունը, հեշտացնում է ծննդաբերությունը, բուժում գլխացավը։ Սրա վրա է գրված Գադի ցեղը Պետրոսն է։ Նա դարձավ հավատամք իմի Աստվածի հիմքը։ Երկրորդը չափիղան է, որ եբրայերենը սափիր են կոչվում, հույներն ու լատիներենը սափիրուս։ Էահութն է, որը ունի զանազան տեսակներ կապույտ, կարմիր, սպիտակ։ Սափիր թարգմանվում է գեղեցիկ է քահանայի աչքը։ Սրա վրա էր գրված Նեփթաղիմի ցեղը։ Անդրեասն է, որ տվեց եւ մի Տեր Հիսուս Քրիստոսի հիմքը։ Երրորդը պղնձագույն, ըստ այլոց Քաղկերոնոսն է, գտնվում է Կարկեդոնում, որից է ստացել է իր անունը։ Ոմանք կարծում են ադամասն է, որ պայծառանում է կրակի մեջ, ինչպես հրաշեք պղինձ եւ գույնով մոտ է պողպատին։ Նրա վրա է Դանի ցեղը։ Հակոբոսն է Հովանեսի եղբայրը, վառված սիրով, որ հղացավ ի հոգվույն Սրբոյի հիմքը դրեց։ Ուրիշներն ասում են, թե պղնձագույնը Կարկեհանն է, որը կայծքար կամ կարմիր յաղութ է կոչվում։ Չորրորդը զմրուխտն է։ Սրա վրա էր Հուդան, բայց այժմ Հովանեսն է, որ զմրուխտի պես կանաչ մնաց Քրիստոսից հետո 110 տարի եւ հիմքը դրեց խաչեցավին եւ այլն։ Խաչը հայելի է, որի մեջ անդրադառնում է մեղքերի կարշությունը, առաքինության գեղեցկությունը, Աստծո սերն ու գեհենի պատիժը։ Հինգերորդը եղեգնակարն է։ Այսպես է ասվում, որովհետև մարդու եղունգի նման է։ Յաշմինի տեսակից, ուր էր Մանասեն։ Փիլիպոսն է, որ հիմք դրեց իջավ դժոխքիցը։ Վեցերորդը Սարդիոնն է, որ կարմիր Սելենն է, ուր էր Ռուբենը, Վարդիղոմեոսն է, որ ոմանց կարծիքով Նաթանայելն է։ Նա հիմք դրեց հարություն առավին։ Յոթերորդը ոսկեքարն է։ Ոմանք կոչվում են Թարսիս։ Ոսկեշաղ ապակու նման քար է, ուր էր Եփրեմը Մաթեոսն է, որ դրեց հիմքը Համբարձվեցինի։ Ութերորդը Բյուրեղն է։ Նման է պարզ ու բարակ ապակու, ուր Բենյամինն էր, Թովմասն է, որ հիմնեց կգա եւ այլն։ Իներորդը Տպազիոնն է, ըստ հույների Տոպազ, որի մասին Հոբը ասում է. չի չափվի նրա հետ Տպազիոնը եթովպացված, այսինքն փիլիսոփաների իմաստությունը չի կարող չափվել Քրիստոսի իմաստության հետ։ Թոբաչ կղզու անունով է Տոպազ կոչվում, ուր էր Շմավոնը, Հակոբոս Դիառն եղբայրն է։ Առաքյալները Երուսաղեմ էին գնում նրանից Քրիստոսի կարոտը առնելու։ Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն է։ Հիմնեց հավատում ենք Սուրբ Հոգունը։ Հովսեփոսն ասում է, թե հրեաները կործանվեցին նրան սպանելու պատճառով։ 10-րդը Քրիստոպրանն է, որ պրասի նման է, ուստի թարգմանվում է ոսկե պրաս։ Պրասի 12 գրամ հյութը ոչնչացնում է մարդուն։ Մովսեսի գրքում նրա փոխարեն Ագատն է, ուր էր Իսաքարը,
Թադեոսն է, որ հիմնեց ընդհանրական եկեղեցին հատվածը։ 11-րդը յակինթն է, որ նման է յակինթ ծաղկին ըստ հույների ու լատիների լիզուրիում, լիզուրիոս գավառի անունից, ուր ասերն էր։ Սիմոն Կանանացին է, որ հիմնեց մեղքերի թողության համարը։ 12-րդը Ամեթոսն է, այսինքն ոչ հարբեցող, որովհետև շիկակարմիր է, այնտեղ էր Զաբուղոնը, Մատաթյան է, որ հիմնեց հարություն ընջեցյալներինը։ Պետք է գիտենալ նախ, երբ լսում ես հիմք, մի կարծիր պարսպի տակ դրված քարեր, որի համար ոչ թե 12, այլ շատ ավելի քարեր են պետք։ Այլ հիմքեր ասելով պետք է հասկանալ աշտարակ կամ թալպիուտ, այսինքն բուրգ, որոնք էլ համարվում են հիմքեր, քանի որ ամուր են պահում պարիսպը։ Այսպիսով առաքյալները վերին քաղաքի 12 գոհարսյուներն են։ Երկրորդ, ակնաքարերի այս կարգը վերցրեցինք Մատթեոսից, որ զգուշությամբ գրի առնում առաքյալների կարգը։ Երրորդ, բաց թողեցինք ակնաքարերի զորությունն ու հատկություններն այն պատճառով, որ ոմանք հաստատում են դրանք, ոմանք մերժում, ուստի եթե կամենում ես իմանալ, փնտրիր այլ գրքերում։ Չորրորդ, Հովհաննեսը երբ տեսավ իսկույն տեղեկացավ իր համար նախասահմանվածին, քանզի կենդանի լինելով իր անունն էր գրված տեսավ քաղաքի հիմքում, ինչպես Քրիստոս նախապես ասաց. ուրախացեք այն բանի համար, որ ձեր անունները գրված են երկնքում։ Եվ կային 12 դռներ, 12 միաձև մարգարիտներից, ամեն մի դուռը մի մարգարիտ էր, եւ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր, նման պայծառ ապակու։ Հայտնի չէ, թե ինչ չափ ունեն մարգարտե դռներն այս, որովհետև հրեշտակը չչափեց։ Մեկնիչները չչափելը պատճառաբանում են մեջբերելով Քրիստոսի խոսքը, նեղ է արքայության դուռը։ Բայց այս խոսքը ունի զուտ հոգևոր իմաստ, իսկ այս ընդարձակ քաղաքի դռներն անհրաժեշտ է, որ նույնպես մեծ լինեն։ Երկրի վրա անհնարին է դրան չափով մարգարիտ գտնել, որքան էլ դուռը փոքր լինի։ Ուրեմն երկնային մարգարիտը այլ տեսակի է։ Խորհրդանշորեն մարգարտե դռները այս նախ առաքյալներն են, երկրորդ վարդապետները քարոզչությամբ, երրորդ մարգարտափայլ կույսերը, որոնց մեջ գերազանց մարգարտե դուռը Սրբուհի Աստվածածին լուսատեսիլ կույսն է, ըստ այսմ կոչվում է մարգարտատեսիլ, ծիրանափառ, հրաշափառ կույս եւ այլն։ Մարգարիտը առավել է պայծառանում, երբ այն կուլ է տալիս աղավնին կամ էլ շփում են աղով։ Մեծարժեք են նախ ադամանդը, երկրորդ կարկեհանը, երրորդ շափիղան, չորրորդ մարգարիտը։ Միաձույլ մարգարիտ է Աստծո սիրով, արեքակի պես պայծառացած սիրտը։ Երկնքում են գտնվում գերապայծառ ակնաքարերն ու մարգարիտները, իսկ երկրում գտնվողները նրանց փշրանքներն են, ինչպես որ ճրագի աղոտ լույսը չես կարող համեմատել արեքակի լույսի հետ։ Ընդարձակ քաղաքն ու նրա հրապարակը ասում է մաքուր ոսկուց է, պայծառ ապակու պես, որ խորհրդանշում է արդարների մեղքերից մաքրված եւ Աստծո փառքով պայծառացած սրտերը։ Սնդի կծակում է բոլոր այրվող բաները, բայց ապակու վրա ազդել չի կարողանում։ Այդպես էլ մեղքը չի կարող ազդել երանելիների սրտերի վրա, որովհետև նրանք լինելով մաքուր ոսկի հագել են ապակու պայծառություն։ Եվ քաղաքի մեջ տաճար չտեսա, քանզի ամենակալ Տեր Աստվածն էր տաճար նրա մեջ, նաև գառը։ Լուսակառույց խորանը երկնքում է, չէ որ ասում է ահավասիկ Աստծո խորանը մարդկանց մեջ է, ուր իբրև Աստծուն վայել գահի բազմում է Աստված եւ գառը։ Այնպիսի տաճար, որ աղոթքների, լալու, ապաշխարության, նվիրատվության եւ պատարագի վայր է, արդարև չկա երկնքում, քանի որ ներկա է պարգևատուն Աստված, որ պարունակում է ամեն բան, որին տեսնելով ոչ մի բանի կարիք չի լինելու, քանզի ինչպես տաճարում հագենում են Աստծո բարությունից, որի մասին Դավիթը ասում է մենք պիտի հագենանք քո տան բարիքներից, քանզի Տեր Աստված այնտեղ տաճար է, այսինքն լիացնողն է բոլոր բարիքներով։ Նմանապես էլ գառն է իր մասին ասում. քանդեցեք այս տաճարը եւ ես 3 օրում կշինեմ այն։ Թե ինչպիսի բարիքներով լցված տաճար է, այն ասում է. ես եմ դուռը, եթե մեկը իմ միջով մտնի կփրկվի, կմտնի ու կելնի եւ ճարակելու բան կգտնի։ Եվ քաղաքին պետք չէին արեքակ եւ լուսին, որովհետեւ լուսավորը այն Աստված է։ Աստծո փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ եւ գառը ճրագ էր նրա մեջ։ Եթե Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպության լույսը գերազանցեց արեքակի լույսին,
Եթե Պողոսին երևալիս կեսօր էր և արեգակը նսեմացավ նրա լույսից, ապա երկնային գավառում որքան ավելի պայծառ կլինի Աստծո բացարձակ լույսը, որով լցված արդարները որպես մի արեգակներ կծագեն արքայության մեջ, ինչպես ասվում է շարունակությունում։ Եվ ազգերը ընթանում էին նրա լույսով, և երկրի թագավորները լույս էին հագնում նրա փառքից։ Հավիտենական լույսից լուսավորված իրենց ողջ փափագով ձգտում են դեպի նա։ Սրանով ցույց է տալիս նրանց աննահանջ և անվախճան վայելքը։ Թագավորները ասելով ցույց է տալիս, որ Աստծո փառքը ցանկալի է ոչ միայն աղքատներին, այլև թագավորներին, որոնք կմոռանան ոչ միայն իրենց երկրավոր փառքը, այլև արեգակն ու լուսինը, ըստ այն խոսքի, թե այլևս արեգակը չէ, որ քեզ լույս է տալու, այլ քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու։ Եվ նրա դռները չէին փակվում զօր ու գիշեր։ Երկնային քաղաքի դռները սոսկ զարդարանք են, և վախից չէ, որ տեղադրված են, քանզի ոչ դևերը և ոչ էլ գողերը չեն կարող մտնել այնտեղ։ Երկրի վրա կառուցված ցանկացած քաղաքի դուռ գիշերով փակվում է, բայց չէ, որ այնտեղ գիշեր չկա։ Եթե դատավորը ահեղ է և սուրբ, գիշերը անգամ չեն փակում քաղաքի դռները։ Ասում են, Հռոմի դռները միշտ բաց են։ Մեր ժամանակներում էլ Հաջի Ալի բեկը հրամայեց ամասիացիներին քաղաքի դռները բաց պահել։ Եսայի մարգարեն նույնպես ասում է. քո դռները օր ու գիշեր բաց պիտի լինեն ու չպիտի փակվեն, քանզի այնտեղ մշտապես փայլում են աստվածության արեգակն ու լուսինը։ Այն փառք ու պատիվ էր ազգերին։ Քաղաքում այս կլինի բոլոր այն բարիքների լիությունը, փառքն ու պատիվը, որոնք կան ու կարող են լինել աշխարհում բոլոր ազգերի մեջ։ Նրան պիտի տրվի փառքը Լիբանանի և պատիվը Կարմելոսի, բոլոր հրեաների ու հեթանոսների։ Այնտեղ չի մտնի ոչ մի չարակամ, պիղծ ու ստախոս, այլ միայն նա, ում անունը գրված է գառան կենաց գրքում։ Թեպետ ոչ մի մեղավոր չի մտնելու այնտեղ, բայց այս երեքին առավել անարժան է համարում. չարակամը նախանձոտն է, որ ուրիշներին բարիք չի կամենում, պիղծը բղջախոհությամբ աղտոտվածն է, ստախոսը այն մարդն է, որ հանապազտ ստում է։